Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, եթերում է խաչմերուկը Սվետլանա Բոսնոյանի հետ։ Կալիֆորնիայում հայկական մշակութային եռուզեռը շարունակվում է եւ ոչ միայն հայկական, այլ նաեւ միջազգային, որտեղ նաեւ ներառված են լինում մեր հայրենակիցները, եւ ահա այժմ էլ սիրելի հեռուստադիտողներ Pacific Ballet Dance Theater թատրոնը պատրաստվում է տոնելու իր 14-րդ տարեդարձը եւ այդ առիթով նախապատրաստել է հիանալի գեղեցիկ համերգային երեկո, որը կրելու է A Collection of Works վերնագիրը, խորագիրը եւ շատ շուտով ինձ հետ տաղավարում լինելու են թատրոնի մենակատարներից երկուսը, ես ձեզ կներկայացնեմ նրանց, այս պահին դիտենք տեսանյութ եւ վերադառնանք։
Դե ինչ վերադարձանք հարգելի հեռուստադիտողներ, ինչպես եւ նշեցի հաղորդման հենց ամենասկզբում, Pacific Ballet Dance Theatre-ը տոնում իր 14-րդ տարեդարձը եւ այդ առիթով կազմակերպել է A Collection of Works խորագիրը կրող գեղեցիկ համերգային երեկոն, 2 օրից բաղկացած երեկո եւ կեսօր, այդ մասին կխոսենք ավելի մանրամասն քիչ հետո, իսկ այս պահին ինձ հետ տաղավարում են շտապ եմ ներկայացնել մենապարողներին Էլեն Հարությունյան եւ Արտուր Ալեքսանյան, ողջույն։ Ողջույն։ Ուրախ եմ ձեզ ողջունել իմ տաղավարում եւ միանգամից նշեմ, որ ինձ մոտ ավանդույթ է ձևավորվել, երբ որ արվեստի ներկայացուցիչներ են տաղավարում, անպայման խնդրում եմ, որ հիշենք առաջին քայլերը եւ այժմ էլ չխախտելով այդ ավանդույթը, սկսենք Էլենից։ Խնդրեմ համեցիր։ Ես ծնվել եմ արվեստագետների ընտանիքում եւ կարող եմ նշել իմ առաջի կրթությունը բալետային ստացել եմ հենց իմ ընտանիքի ներսում, քանի որ մայրիկս Վարուհի է, տատիկս, պապիկս եւ նաեւ քեռիս։ Այնուհետև ես իմ ցանկությամբ ընդունվել եմ Երևանի Բարարվեստի քոլեջ, որտեղ բալետային խմբում ապրել եմ 8 տարի։ Այնուհետև ստացել եմ առաջարկ Սան Ֆրանցիսկո բալետից, որտեղ որ շարունակել եմ եւ ավարտել իմ բալետի դպրոցը, նաեւ հանրակրթական դպրոցը ավարտել եմ Սան Ֆրանցիսկոյում։ Եվ արդեն գտնվում եմ Լոս Անջելեսում 2 տարի է, արդեն աշխատում եմ իմ մասնագիտությամբ, բալետը դժվար մասնագիտություն է, 11 տարվա կրթություն է հարկավոր, որպեսզի կարողանաս դառնալ պրոֆեսիոնալ, այո։ Իսկ այնուհետև արդեն սկսում ես աշխատել եւ ապրել պրոֆեսիոնալ խմբերում։ Շատ լավ, շատ կարևոր հանգամանք նշեցիր Էլեն, որ քո ցանկությամբ գնացիր բալետի դպրոց, փորձենք պարզել, թե Արտուրի դեպքում ինչպես ստացվեց։ Ցավոք ես չեմ կարող ասել, որ իմ ցանկությամբ է եղել, բայց Իսկ ում։ Երևի մամայի։ Փոքրուց ես շատ եմ սանդիկ եմ եղել, իրանց ասել, փոքրուց ես սանդիկ եմ եղել։ Աշխուժ, շարժ։ Շատ աշխուժ, շատ վայրենի, դաժե։ Ու փոքրուց էլ մամային ինձ դրել են բարի դասի մեջ ու ոչ թե իմ ցանկությամբ, բայց շատ իմ ոնց որ շատ ուրախացած էլի, ոնց որ ոչ մերժելով ոչ բան, ես հենց տենց էլ մեծացել եմ ու երբեք դուրս չեմ ուզեցել կամ։ Եվ չես ափսոսում այդ ընտրության համար, որ կատարել ես։ Շատ շնորհակալ եմ հանուն ծնողներից, ամեն իմ բոլորս կրթություն մատուցողներից, ճիշտ կլինի տենց երևի։ Բայց ես դպրոց չեմ ավարտել, կոնկրետ ես փոքրուց էլ սպարել եմ սիրողական հայկական ժողովրդական բարի խմբում 3 տարեկանից սկսել եմ, մոտ 10 տարի հետո որոշել եմ, որ այն ժամանակ արդեն զգացել եմ, որ չէ, բեմից այն կողմ ուրիշ տեղ չկա իմ համար։ Այո, բեմը շատ ես մեկ անգամ էլ եմ նշել, շատ վարակիչ հատկություն ունի, մարդիկ եւ բարձրանում են բեմ եւ ծափողությունների են արժանանում առաջին 2 ելույթների ընթացքում, այլևս բեմից իջնելը շատ դժվար է լինում։ Շատ լավ, հաջորդ հարցը, որ կցանկանայի ուղղել, ինչպես միացաք Pacific Ballet Dance Theatre-ին, խնդրեմ Էլեն։ Ես երբ որ եկա Լոս Անջելես, այստեղ Ռուբիկ Տոնոյանը տարիներ շարունակ դասավանդում է Media City Dance Studio-ում։ Եվ այդպես նրան գիտեինք դեռ Հայաստանից, գնացի այնտեղ, որպեսզի բալետի դաս վերցնեմ, քանի որ բալետը նորից նշում շատ դժվար մասնագիտություն է, պետք է ամեն օր պարապես, որպեսզի այո, քրտնաջան աշխատանք է պահանջում։ Եվ այդպես այնտեղ գնացի եւ դասերից հետո փորձեր էին ընթանում։ Խմբի փորձերներ եւ համերգի էին պատրաստվում եւ ես այսպես նայում էի ու շատ մեծ ցանկություն ունեի որպես իրանց հետ մասնակցեի եւ հանկարծակի մի օր ստացա զանգ, որ պարողներից մեկը վնասվածք էր ունեցել։ Հաստորեն մեկի դժբախտությունը վերափոխվել է Էլենի կողմից։ Ցավոք սրտի եւ չեմ կարող ասել ուրախությամբ կամ տխրությամբ ամեն դեպքում ճակատագրի եւ գնացի սկսեցի աշխատել նրանց հետ 2 համար ներկայացրեցի այդ համերգի ժամանակ Եվ դրանից հետո առաջարկ ստացա մեր ղեկավարի Նատաշա Միդլթոնի կողմից, որպեսզի նրանց հետ շարունակեմ աշխատել։ Եվ մինչև օրս աշխատում եմ նրանց հետ միասին։ Արտուր, քո դեպքում ոչ մի դժբախտ պատահ չի Չի ասի, ինչ որ դժբախտ պատահություն ինչ որ եղել էր, բայց իրանց մոտ կամպանիայի մոտ թատրոնում Չիլկոնչիկ էին բեմադրում, Nutcracker։ Ռուսական պարող չունեն։
Իմ ընկերներից մեկն էլ Արսեն Սերոպյանը, որը առաջ բարում էր Media City Ballet-ում, այսինքն Pacific Dance Theater-ում։ Զանգ տվեց Ռոզաննա Ավետիսյանին, մեր նորից առաջվա պարողներից, այսինքն դեռ պարող երևի։ Ու ինքը ինձ մեկնեց այդ առաջարկը, բայց պետքա պարողա պետք։ Կուզենայք անպայման չէ մերժի։ Եվ սա հետաքրքիր եւ նորից ճակատագրական զանգ եղավ, որովհետեւ արդեն որքանով հասկացա, երկուստ էլ մոտ 2 տարի է այս թատրոնը։ Այո, 2 տարի։ Կազմում եք։ Շատ բարի, առաջարկում եմ այս պահին դիտենք գովազդ, կարճ գովազդ, որից հետո վերադառնանք, շարունակենք մեր զրույցը։ Սիրելի հեռուստայտողներ, մնացեք մեզ հետ։ Հարգելի հեռուստայտողներ, խաչմերուկը շարունակվում է։ Էլեն, խոսելով A Collection of Works համերգի մասին, կխոսես, խնդրում եմ, ինչ երաժշտությունների ներքո ենք վայելելու այդ օրը շոու ծրագիրը։ Այո։ Համերգը ունենալու է 2 բաժին։ Առաջի բաժինը լինելու է դասական ոչ, Շոպենի երաժշտության ներքո եւ երաժշտությունը չի կտրտվելու, այսինքն շարունակվելու է եւ լինի 20 րոպեանոց առաջի բաժինը։ Իսկ երկրորդ բաժնում ունենալու են contemporary բարավոճերի համարներ, իմ եւ Արտուրի համարը կոնկրետ լինելու է թմբուկների, այո, ռիթմերի ներքո, շատ բարդ պահումներ ենք ունենալու, ռիթմիկ բար եւ այո, փորձելու ենք լավագույնս ներկայանալ եւ անպայման նշենք, որ համերգի ընթացքում ոչ միայն ձեր ելույթներն են լինելու, այլ նաեւ հիանալի այլ արտիստների, այդ մասին Արտուր ավելի մանրամասն։ Այո, մեր անսամբլի կազմը գտնվում է ունի 12 հոգի, 12 հոգուց 5-ը հայ ենք։ 5-ը հայ։ Այո։ Ուժերով պետք է արդարացնենք, այո։ Համարյա կեսը հայեր ենք, նորից կարելի է նշել օրինակ Էլեն Հարությունյանը, Արտուր Ալեքսանյանը, Իրինա Ղարիպյանը, Գրիգոր Առաքելյանը եւ Անի Հովանեսյանը։ Եւ անպայման նշենք Ալեքսանդր Ֆոստի հանգամանքը, հա։ Ալեքսանդր Ֆոստը season 8 So You Think You Can Dance ֆինալիստներից մեկն էր։ Ինքն էլ մեզ միանում էս ներկայացման մեջ ու ինքն էլ իր ուժերը պիտի հայտնի բեմի վրա։ Որի շատ բարողներ ունենք, խումբը բաղկացած է 12 հոգուց եւ այո։ Վստահ եմ, որ փորձերը մեծ եռանդով արդեն սկսել եք։ Ինչքան ժամանակ առաջ եք սկսել պատրաստվել այս համերգին, Էլեն, եւ ինչպես են ընթանում փորձերը առհասարակ։ Փորձերը ընթանում են շատ լավ, արդեն 2 ամիս է ինչ սկսել ենք փորձերը, պարապում ենք եւ ինչպես նշեցինք 5 հայ ենք այո, խմբի մեջ, այո, եւ շատ հետաքրքիր, ուրախ է անցնում։ Կարող եմ, այո, փոքրիկ պատմություն պատմել, որ փորձերի ժամանակ մոռանում ենք, որ մենք գտնվում ենք մի ամերիկյան խմբի մեջ, որտեղ ղեկավարը հայերեն չի հասկանում եւ մենք սկսում ենք ուղղել միմյանց եւ միմիկաներով, այո, խոսալով եւ ձեռքերով բացատրում ենք իրար եւ իրենց թվում է թե մենք միգուցե վիճում ենք, այո, եւ միշտ այդ հարցը տալիս են վիճում եք, ասում ենք, չէ, ամեն ինչ նորմալ է։ Իրանք սովորել են, ասում են, շատ լավ, այո։ Եվ որքանով ես չեմ սխալվում, նաեւ ձեր գեղարվեստական ղեկավարի ամբողջ կարիերայի հիմքում ընկած է ռուսական հզոր բալետը, հա, ճիշտ եմ ես։ Այո, բալեյը ռուս։ Բալերուս։ Բալերուս իր հայրիկն է բարել։ Ահա։ Բալերուսում եւ իր տատիկը կարծեմ։ Եվ եթե չեմ սխալվում։ Վստահաբար դա իր հետևանքները թողել է լավագույններով արտահայտվել է։ Նատաշա Միլոթոնն էլ մեծացել է Բալերուսի ոնց որ ընտանիքում։ Ինքը փոքրուց էլ ոնց որ ապրել է բալետային կյանքը, մեծացել է ու ապրել է որպես պրինցիպալ իր հոր կամպանիայում, որը կոչվում էր Pacific Ballet Theater սկզբից, իսկ հիմա կոչվում է Pacific Ballet Dance Theater, որը արդեն ոնց որ դրա
ժառանգն է։ Այո, շարունակություն։ Շատ կարևոր բանի մասին խոսեցինք, բայց անպայման նշենք նաև ամենակարևորը, որտեղ է իրականանալու այս ամենը եւ երբ։ Խնդրեմ Արտուր։ Ուրեմն ներկայացումները լինելու են շաբաթ օրը, ապրիլի 25-ին ժամը 8-ին իրիկվա, եւ կիրակի օրը ժամը 3-ին ցերեկվա North Hollywood-ում գտնվող Airport Hotel Theatre-ում, որը Լանկերշի փողոցի վրա է։ Շատ բարի եւ տոմսերի համար հնարավոր է զանգարել 818 508 4200 818 508 4200 հեռախոսահամարով եւ պատվիրել տոմսերը անպայման շատ կարեւոր է որ տոմսերը նախորոք ձեռք բերեն որպեսզի կարողանան չնայած որ 2 օր է բայց վստահաբար քանի որ պակասը կա մեր համայնքում բալետի վստահ եմ որ ներկա գտնվելու ցանկություն հայտնողներն էլ շատ են լինելու այ խոսելով այո համեցեք խոսելով նաև պակասի մասին հա օրինակ Էլեն ինչ ես կարծում ինչու այժմ բալետը այդքան չի ռոպագանդվում հեռուստատեսությամբ տարիներ առաջ հնարավոր էր տեսնել որոշ ներկայացումներ հեռուստացույցով իսկ հիմա ոչ ինչն է պատճառը Ես կարծում եմ բալետը այնպեսի արվեստ է որ պետք է բնական թատրոնում գնալ եւ դիտել ներկայացումը քանի որ այն էմոցիաները երաժշտության ձայնը եւ այդ ամենը զգալու համար պետք է այո լինել այնտեղ գտնվել եւ տեսնել քո աչքերով հեռուստացույցով ավելի տարբեր է իմ համար ահա Եվ ինչու չգնալ եւ տեղում չվայելել նման հետաքրքիր շոու ծրագիր նամանավանդ երբ տոմսերի արժեքը այսքան մատչելի է շատ հետաքրքիր գներ են որոշված իդեպ սիրելի հեռուստատողներ 51 եւ 41 դոլար արժողությամբ եւ նաեւ շատ կարեւոր հանգամանք էլ նշեմ որ կարելի է ունենալու դեպքում Friends այո Friends բառը որպես կոդ կարելի է ունենալ 5 դոլար զեղչ ամեն մի տոմսից այնպես որ հիշեք այդ բառը առհասարակ ընկերությունը շատ լավ հանգամանք է եւ այստեղ էլ օգնում է նաեւ ֆինանսապես Այո։ Եվ մի քանի հարցել կապված արվեստի դժվարությունների հետ։ Այ օրինակ Էլենի համար ո՞րն էր ամենադժվարը բալետում։ Պարտաճանաչությունը, թե ուրիշ պարտաճանաչությունը, աշխատասիրությունը եւ կամքի ուժը եւ ամենակարևորը ցանկությունը։ Եթե ցանկությունը չլինի, շատ դժվար է բալետով զբաղվել, որովհետեւ շատ դժվար մասնագիտություն է։ Իսկ երբ որ ցանկությունը կա, մնացած բոլոր դժվարությունները կարելի է հաղթահարել։ Արտուր իսկ տեսնելով մարդկանց, որոնք շատ տարիների կրթություն են, հա, նրանցից կրթություն է պահանջվել բալետի ոլորտում հենց, չեք մտածում, որ կարելի է շարունակել կրթությունը հենց այդ գծով։ Անպայման միշտ։ Ճիշտ է դժվար է մի քիչ ավելի Լոս Անջելեսում։ Քիչ շեշտենք ավելի կենտրոնային, բայց ստիպված կլինես տեղափոխվել ուրիշ քաղաք։ Շատ դեպքերում իհարկե իմ փորձառությամբ մարդկանց հետ շփվելուց, բարողների հետ շփվելուց, բարձվում է որ բալետի մեջ կենտրոնացած, խորացած բարողը, ստեղ որ ուսումը առնում է կամ կրթությունը առնում է, Լոս Անջելեսում, հարավային Կալիֆոռնիայում մի քիչ ավելի դժվար է ուղղակի, քանի որ ստեղ մի քիչ ավելի, ոնց ասեմ, commercial է, եթե չգիտեմ ոնց ճիշտ ասած թարգմանել, բայց ռեկլամային է երևի, գործի բերումը։ Իսկ բալետը թատերական արվեստ է, մասնագիտություն է, որը մեր քաղաքում, որտեղ որ հիմա ապրում ենք, մի քիչ ավելի դժվար է, այստեղ ցանկությունը ոնց որ Էլենը նշեց, ամենակարևորն է։ Բայց կարող եմ նշել, որ հենց մեր պարային խումբը տարբերվում է նրանով, որ մենք ունենք տարբեր ժանրերի պարեր, ոչ միայն բալետ։ Եվ ես կողմ եմ այդ այո հասկացողությանը, որովհետև կարծում եմ բոլորի համար հետաքրքիր է ունենալ տարբեր ժանրերի պարեր եւ դիտել տարբեր տեսակի այո պարեր, Իսկ որպես մենապարողներ, ապագայի նպատակներ, հա, այստեղ շատ տարածված բառ կա goal, ասում են։ Մենք Հայաստանում այս բառը չէինք օգտագործում այս իմաստով, կան։ Օրեցօր։ Այո։ Օրեցօր։ Այսինքն առայժմ ամբողջ ուժերը կենտրոնացրել եք այս ծրագրի վրա եւ հետագայի մասին դեռևս հետագայի մասին շատ պլաններ կան, քանի որ երիտասարդ ենք ունենք շատ ու շատ ցանկություններ եւ փորձենք իրագործել։ Ահա։ Շատ բարի։ Ինչպես որոշվեց, որ համերգը 2 օրով է լինելու, կային նախապես արդեն արձագանքներ։ Եթե իմ կարծիքը հայտնեմ, երևի վերջին ներկայացումը, որ բարեցինք, մեծ արձագանք ստացանք, շատ ավելի ոնց որ
Զգացի support աջակցությունը հանդիսատեսի եւ վստահ եմ որ քաղցը նույնպես զգացի հանդիսատեսի ես կրկնվում եմ բայց պիտի ասեմ որ պակասը շատ է զգացվում այս արվեստատեսակի եւ շատ ուրախ եմ որ հայերը մեծ եռանդով մասնակցությունը իրենց ունեն այստեղ հեշտ է աշխատել օտարազգերի հետ Էլեն այո կարելի ասել հեշտ է շատ թեթև են նրանք եւ նրանց ապրելակերպը եւ նրանց աշխատելու միջոցները իհարկե դժվարություններ լինում են բայց փորձում ենք հաղթահարել եւ թեթև նայել այդ բոլոր դժվարություններին Եվ մեկ հետարքիր հանգամանք էլ գիտեմ որ այս թատրոնի 14-րդ տարին է լրանում բայց օրը ընտրված է հենց ապրիլի 25-ը եւ 26-ը օրերը համերգի Էլեն խոսենք այն մասին արդյոք փորձերը չեն խանգարելու ձեզ հարգելու համար հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ բոլոր զոհերի հիշատակը Ինչպես նշեցինք, մեր ղեկավարը հայ չէ, չունենք այդպիսի պատրաստված համար, որը որ կնվիրվի Եղեռնին, բայց մեր բոլոր դասացուցակը գրված է եւ բոլոր դասերը, ժամերը ունենք, բայց ուրբաթ օրը մեզ նշեցին, որ վաղ առավոտյան ենք ունենալու փորձ, որովհետեւ կարողանանք մենք միանալ հայերին մասնակցել Քայլ արշավին եւ այո մեր հարգանքի դուրքը մատուցել Եղեռնի զոհերի համար Շատ բարի։ Մենք վերջին հարցել, որ ինձ կհետաքրքրի, օրինակ արվեստի ճանապարհը ընտրած մարդկանցից շատերը հետագայում նշում են, որ իրենց երեխաներին թույլ չեն տանում ուղով գնալ, Արթուր, խնդրեմ համեցիր, ինչ կարծիք ես այդ մասին։ Ես մի քիչ իմ ընտանիքը ավելի ուրախ Չէ ասի, որ շատ արվեստագետություն ա եղել, բայց պապաս միշտ նվագել է, մամաս միշտ երգել է։ Երաժշտական է ամեն դեպքում։ Միշտ եղել է, էլի այդ քեֆը։ Այդ ապրելաձևով մի քիչ մեծանալը ոնց որ ներքինում առաջացնում է տրամադրություն, որ միշտ ուզենաս ուրախացնես։ Ինձ ոչ մեկ չի ասել դու մեծանաս բարող դառի։ Ինձ շատ Էլի այդ բառը մոռացա, support են արել, բայց ինչպես բոլոր ծնողներ միշտ մերոնք էլ ուզել են շատ ամենալավագույնը մեզ համար, որը միշտ չի ստացվել բարի երկրում, աշխարհում, ինձ մոտ դժվարություններ իհարկե բոլորի մոտ լինում են, բայց այդ պայքարը, այդ ցանկությունը անպայման որ ապացուցես, որ այդ ուզում ես, ես ուզում եմ ու պիտի հասնեմ, այդքանը հերիք էր իմ ծնողների համար ու ես հենց այդ դրա համար, եթե իմ որդին կամ աղջիկը կամ ով ուզում ալնի ընտրի արվեստի ուղին, ինչ ուզում են ընտրեն, բայց մանավանդ արվեստի ուղին ես ոչ միայն support կանեմ, բայց շատ կուղակցեմ հենց այդ ուղղությամբ։ Շատ բարի, շնորհակալ եմ Արթուր եւ Էլեն հետաքրքիր զրույցի համար, հաջողություն եմ մաղթում երկու օրերի ընթացքում էլ համերգի ժամանակ եւ նաեւ հետագա ամբողջ կարիերայի ընթացքում։ Դե ինձ ելի հեռուստադիտողներ, այս շաբաթվա համար այսքան էր, մեկ անգամ եւս նշեմ, որ Pacific Ballet Dance Theatre-ը իր 14-րդ տարելիցն է նշում եւ այդ առիթով 2 օր ապրիլի 25-ին եւ 26-ին գեղեցիկ համերգային ծրագիր է նախապատրաստել ձեզ համար, իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Հաջողություն։